Հատկապես հեղափոխություն կոչվածից հետո մինչև այս վերջերս, երբ քննադատում ենք Նիկոլի իշխանության սխալները, քվականները, աջակիցները, ֆեյքերը անպայման արձագանքում էին. «Բա նախկիների ժամանակ ռիսկ կանեիք խոսել, ձեզ սեց կանեին, նենց կանեին, Նիկոլը ժողովրդին ազատություն տվեց եւ այլն»։ Վերջին տարիներին ամեն խոսքի, գրառման, քայլի համար բանտերը ուղղակի լցվում են քաղբանտարկյալներով եւ նիկոլականները այլևս չեն ասում «բա նախկիների ժամանակ»։ Փոխարենը ժողովրդի մի մասը արդեն շատ զգուշավոր է, վախենում է խոսել, լրագրողների անգամ սովորական հարցերին վախենում է պատասխանել։ Բերեմ հազարավոր օրինակներից մի քանիսը։ Նիկոլն է ասում, չէ, խոսքի ազատության ամենաբարձր մակարդակում ենք։ Էսա ամենաբարձր մակարդակը։ Ես էլ խոսամ մեկուսին ձեր։ Վաղը կարող է ինձ էլ գա բանտարկի, եթե ես տենց եմ ասում։ Կարող ինձ էլ կապրնի հետ հետ։ Զոր ասեցի ու կարագնանգա մեկելեսար սենց հարինու տարան պանդվալը։ Այսինքն մենք ապրում ենք նման երկրում։ Սավսեմ։ Ինչ կարասես, սես նախադու կալանավորը քեզի տան։ Ավելորդ է նրան ինչ-որ բան ասել։ Մի հատ բառ կգտնեն, այդ մի բառի համար քեզ բանը կտանեն կնստասել վերջ։ Ուր են մեր հայրն ասել տղեկը։ Կամ բերթերում է, կամ գլուխների կերան, տենց չի։ Ես կարող եմ շատ բաներ խոսամ, ավել բաներ խոսամ, ես ազգայնական մարդ եմ, էլի չգիտեմ։ Տանեկի մատեն սուստակ բաղամձի կանք ձեր թակավետ։ Բարել ադել խոսացինք, եկուս կեքանս էիս մեզի կավակեն ոսեն արեք։ Օնջատ է։ Բռնապետությունը չի սկսվում միանգամից, սկսվում է մանրուքներից։ Մեկ մի քիչ արտոնություն են տալիս որոշներին, ժողովրդին մի քիչ ավելի սահմանափակում, մեկ մի քիչ բացառիկ կարգավիճակ որոշներին, մեկ պարտադրված հարգանք որոշների նկատմամբ, հետո դա դառնում է պարտադիր, նոր, հետո օրենքից վեր, հետո պահանջ, հետո վախ։ Եվ վերջում շատերը լռում են ոչ թե նրա համար, որ համաձայն են, այլ որովհետև անվտանգ չէ խոսելը, իսկ վախը բերել է խորը ատելության։